Պետական ապարատի աշխատողներին ստիպում են կրթվել Աննա Հակոբյանի մոտ։ Հրապարակ օրաթերթի տեղեկություններով նախապես ցուցակագրում են մարդկանց կրթվելը նորաձև է արշավին մասնակցելու համար, չներկայանալու դեպքում սպառնում ազատել աշխատանքից։ Նրանք արդեն նյարդայնանում են, որ իրենց աշխատանքը պատողներ չի տալիս, եւ այդ նյարդերի ցուցադրումն է իրականում։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանն ասում է, ամենևին էլ զարմացած չէ, որ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյան տանդեմը կրթելու համար ռեպրեսիվ մեթոդների է անցել։ Նկատում է, շարքային քաղծառայողին, ուսուցչին կամ դաստիարակին ավելի հեշտ է վախեցնել աշխատանքից ազատելու սպառնալիքով, քան օրինակ գիտական աստիճան ունեցող մեկին։ Դրա համար այս ոլորտը գոնե պետք է ակնհայտորեն մերժի նման հանդիպումները առնվազն եւ ի վերջո ակադեմիկոսը պետք է լսի Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին կրթության ոլորտի վերաբերյալ հիմնահարցերում, ասում մեղա։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Գյուրեղյանը կարծում է, Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է արշավի հիմնական նպատակը իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջ մղելն է։ Ընտրված մեթոդը նրան մի աղանդավորական բան է հիշեցնում։ Այդ անվան տակ մարդկանց կներեք, բայց ուղեղները լվանալն է, այսպես ասած։ Առանց լրատվամիջոցների մասնակցության են անցնում Հակոբյանի հրավիրած հանդիպումները, ըստ падգամավորի հավաքվածներին փորձում են համոզել, թե Ադրբեջանի նախապայմանները չընդունելու տարբերակ չունի Հայաստանը։ Իրենք նպատակ ունեն քարոզարշավը այս ձևով անելու, որտեղ իրենք շատ լավ հասկանում են իրենց վարկանի շրիշակից արդեն ներքև է իջել, բայց Ադրբեջանը պահանջում է եւ այն խաղաղության թղթի կտորը, որով իրենք փորձում են հանրության առաջ հանդես գալ, Ադրբեջանը չի տալիս առանց այդ պահանջների կատարման, իրենք ժողովրդական լեզվով ասած իրենց ճողում են, ամեն ինչ անում են, որպեսզի այդ թղթի կտորը ստանան, որպեսզի վերարտադրվելու շանս ունենան, հակառակ պարագայում իշխանությունը կորցնելուց հետո գալու է պատասխանատվության պահ։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի մարզեր տիկնոջ կրթական տուրերը անխափան լինեն եւ անվտանգ։ Ըստ լուրերի, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհում են, իրենց հրահանգված է վարչապետական այցի արարողակարգով ընդունել Աննա Հակոբյանին, որ հանկարծ տիկինը դժգոհ չմնա։ Ի վերջո իրավապահ համակարգը, այսպես ասած, փշերի վրա է լինում։ Փշերի վրա են նաև կրթության եւ գիտության պատասխանատուները, որովհետեւ ըստ ընդդիմադիր падգամավորի Ժաննա Անդրեասյանը չի հանդգնում վարչապետի տիկնոջից պարզել, թե կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի որ չափորոշիչներով է կրթում մարդկանց։ Չափորոշիչներից դուրս որևէ կրթական գործունեություն ծավալելը արգելված է։ Եվ ես չեմ հասկանում, այսինքն այդ ինչքան են վախեցած այս նախարարները Աննա Հակոբյան անձից, որ փաստացիորեն լավ իրենք չեն կարողանում ասել, լավ գոնե եկեք դիմեք ձևական, այդ ձևական այդ լիցենզավորման թուղթը տանք, գոնե այդ թղթով մտեք, չէ, սա նշանակում է ակնհայտորեն առհամարանքի ցուցադրում հենց նախարարությանը, սա միայն դա է նշանակում։ Ըստ մամուլի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում։ Բազմամյա փորձով պետական աշխատողները լեզուն ատամներով սեղմած են լսում Աննա Հակոբյանի թեզերը, որոնցից որոշները համարում են հակապետական։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։